Հոկտեմբերի 15-ին Մուրացան մանկական բժշկական կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ ավելի ուշ ստացված դատաբժշկական փորձաքննության արդյունքները էական նոր մանրամասներ են բացահայտում 16-ամյա Միլենա Խաչատրյանի մահվան պատճառների մասին։ Նյութի հրապարակումից ժամեր անց ստացված պաշտոնական եզրակացությունը լույս է սփռում մի շարք հարցերի վրա, որոնք մինչ այդ մնացել էին ենթադրությունների, կասկածների եւ իրարամերժ մեկնաբանությունների տիրույթում։ Փաստաթուղթը մանրամասն անդրադառնում է բժշկական միջամտությունների հաջորդականությանը, արձանագրված բարդություններին եւ օրգանիզմում տեղի ունեցած այն գործընթացներին, որոնք ի վերջո հանգեցրել են անդառնալի հետևանքի։ Ինչ է իրականում տեղի ունեցել բժշկական կենտրոնում, ինչ հանգամանքների համադրությունն է դարձել ողբերգության այս պատճառը եւ ամենակարևորը, արդյոք հնարավոր էր կանխել անչափահաս աղջկա մահը։ Ստացված փորձաքննության արդյունքները հնարավորություն են տալիս առաջին անգամ փաստերի եւ մասնագիտական եզրակացությունների հիման վրա գնահատել իրավիճակը հասկանալու համար, գործ ունենք բժշկական սխալի, անսպասելի բարդության թե մասնագիտական անփութության հետ։ Մինչ նախաքննությունը շարունակում է իր ընթացքը, իրավապահ մարմինները դեռևս ձեռնպահ են մնում վերջնական գնահատականներից, ընդգծելով, որ բոլոր հանգամանքները ենթակա են բազմակողմանի եւ խորքային ուսումնասիրության։ Հոկտեմբերի 15-ին Մուրացան համալսարանական հիվանդանոցում տեղի ունեցած ողբերգական դեպքը նոր զարգացումներ է ստացել։ Հիշեցնենք, նախկինում անդրադարձել էինք 16-ամյա Միլենա Խաչատրյանի մահվան դեպքին։ Աղջնակը բժշկական կենտրոն էր դիմել ականջի եւ գեղձի ցավերով, սակայն սովորական բուժօգնության փոխարեն վիրահատական միջամտության ընթացքում նրա մոտ արձանագրվել էր սրտի կանգ։ Երեխան ասեց ականջն է ցավում, մի օր ականջը, հաջորդ օր ասեց գեղձը, աջ կողմը։ Հետո այդպես ուրբաթ օրը գնացինք, ոնց որ մի երկու օր այդպես ցավում էր, գնացինք մեր 17 պոլիկլինիկա, որտեղ ինքը հաշվառված է, կանգնած ենք։ Այդտեղ լորը ստուգեց, լորը ասել էր, սա իմ պրոֆիլով չի, պետք է տանեք Մուրացան դիմացնոտային, քանի որ երեխան շաքարային դիաբետ ուներ, այսինքն անիմաստ անտիբիոտիկ նշանակել չէին կարող, մենք ինքներս էլ անիմաստ չէինք կարող ուղղակի վերցնել անտիբիոտիկ տալ, դրա համար այնպես ենք արել, որ հսկողությամբ լինի դա, ուղարկեցին Մուրացան, իսկ Մուրացանում ինքը հենց հաշվառված է նաև իր շաքարայինով։ Այսօր արդեն ստացվել են փորձաքննությունների որոշ արդյունքներ։ Դեպքից անմիջապես հետո համացանցում շրջանառվում էին տեղեկություններ, ըստ որոնց մահը վրա էր հասել ընդհանուր ազգայացման ընթացքում հնարավոր ինտուբացիոն սխալի հետևանքով։ Բազմաթիվ մասնագետներ նշել են, որ տվյալ դեպքում հնարավոր էր խուսափել ընդհանուր ազգայացումից, սակայն այս պնդումը դեռևս պետք է ստանա իրավական գնահատական։ Միլենայի մորաքույրը Սոֆիա Եսայանը շարունակելով պայքարը արդարադատության համար ներկայացնում է ընտանիքի կասկածներն ու այն հանգամանքները, որոնք նրանց համոզմամբ չեն ստացել պատշաճ ուշադրություն։ Հարազատները վստահ են, ոչ թե երեխայի վիճակն է եղել բարդ, այլ բժիշկներն են գնացել բարդ վիրահատության, որին ըստ իրենց պատրաստ չէին։ Պատասխանին երկար սպասեցինք, բայց պատասխանները ստանալով մենք հասկացանք, որ այն ինչ որ մտածում էինք, որ իրոք տեղի է ունեցել սրտի կանգ, թթվածնի քաղց ու դա հենց սկզբից անեստեզիայի ժամանակ է տեղի ունեցել, այսինքն երբ որ 10-50 արդեն անեստեզիոլոգը աշխատանքը սկսել է, հենց այդ ժամանակ առաջին երարկումից իրոք փաստա, որ առաջին երարկումից մենք ունեցել ենք արդեն վիճակի վատթարացում, թթվածնի քաղց է եղել եւ աշխատանքը իրենք ճիշտ է տարել են, ստացվում է առաջինից հետո, ես ոնց հասկանում եմ, բացատրում են դա 3 փուլ է, առաջինից հետո պետք է ինտուբացիան արվեր, քանի որ իրենք մտածել են, իմացել են, որ գնում են բարդ ինտուբացիայի, ես կարդում եմ, ուսումնասիրում եմ եւ իհարկե ունենք բավականին հետաքրքիր զրույցներ, տարբեր երկրներից անգամ գրում են այս հարցով, բոլորը հետաքրքրված են, շատ ենք զրուցում եւ հետաքրքիր է նա է, որ երբ որ լինում է բերանի տրիզմ, այդ դեպքում պետք է լինի շատ անհրաժեշտ վիճակ, որ դու կարողանաս նշանակես ընդհանուր նարկոզ,
եւ ինտուբացիա կարողանաս անել, այսինքն բերանի տրիզմի ժամանակ, այդ ժամանակ անում են քթից։ Ես ինքս եմ ուսումնասիրել, որ շատ ավելի հակված են քթից ինտուբելու։ Հիմա ես հարցեր իհարկե շատ կա, որ մենք պետքա տանք բժիշկներին, մեզ հետաքրքիր է իրենք միանգամից քթից են արել թե բերանից, որովհետև դա տևելու է մի 2-3 րոպե ու պետքա հասցնեն։ Հիմա թե այդ ընթացքում ինչ արվել այդ ժամանակ արվել։ Պետք է իրանք մեզ հստակ պատասխան տան, նախ ինչ դիագնոզով են տանում, շտապ վիրահատեն, եթե երեխան ինքը իր ոտքով գնացել է, իրենք հիվանդանոցը այստեղ նշում են, որ եղել է ծանր աչակողմյան ադենոֆլեգմոնը, իսկ դիահերձանից պատասխանները եկել է միջին վիճակի աչակողմյան ադենոֆլեգմոնը, այսինքն այն վիճակը չի եղել, հասկանում եք, որ իրենք ինչպես ներկայացել են ծնողներին, ես որովհետև բժշկուհուն ասում դուք ինձ դիագնոզ ասեք, որի հիման վրա դուք շտապ որոշել եք վիրահատեք, չէ որ մի օր առաջ դուք ինքներդ եք ստուգել եւ ասել եք 4 օր դուք կստանաս անտիբիոտիկ, գեղեցիկ աղջիկ ես կտրվածք չանեմ, բայց երկրորդ օրը ձեզ ինչը փոխեց տաքությունը իջնում էր։ Հա ցավը կարող է լինի, բայց բերանի տրիզմ ունի ցավեր կունենա։ Դա պատճառ չէր։ Ինքն հենց վիճակում չի եղել, որ դուք անհապաղ վիրահատության եք մտցրել ու տարբերակ չեք ունեցել, կարող է շատ խորը լինի, տվել եք ընդհանուր նարկոզ։ Իրենք հասկացել են, որ իրենք են գնում բարդ վիրահատության, ոչ թե երեխայի մոտ է եղել բարդ վիճակ, ինչպես հիվանդանոցն է ներկայացնում, այլ հակառակը իրենց մոտ է եղել բարդ վիճակ, որովհետև իրենք հասկացել են, որ գնում են բարդ ինտուբացիայի։ Բժիշկը հարազատներին հայտնել է, որ փորձել է կատարել միջամտությունը նաև քթից, սակայն ունեցել են բրոնխային սպազմ։ Ինքը փորձել է եւ քթից, եւ բերանից, ես երբ հարցրեցի, քթից ինքը ասեց, հա լաբարասկոպիկ, թե ֆարենդասկոպ եմ մտցրել, ունեցել ենք բրոնխային սպազմա, ասում ես դուք չեք կարծում, եւ ինչ բացահայտեցիք, դա ասում ամբողջը թարախ էր, բա դուք տեղյակ չեք թարախը, բա մենք դրա համար ենք բերել, դուք եք ասել ամբողջ ներսը թարախ է կոկորդի, բա այդ մտցնելուց միգուցե ինչ որ բշտիկ է գնացել կոկորտ շնչափող, չգիտեմ դա իհարկե կպարզվի երևի թե, բայց համենայն դեպս եղել է բրոնխային սպազմ։ Հետո 20 րոպե հետո նորից ունեցել են վատ թարացում վիճակի, եթե 20 րոպե երեխու վիճակը լավ է եղել, դուք վիրահատություն ինչի չեք սկսել, դուք նարկոզի հաջորդ փուլին ինչի չեք անցել, ինտուբացիան երկրորդ փուլն է, դուք երրորդ փուլին էլ չեք անցել, դուք կտրվածք չեք արել, նստած ինչ եք արել, սուրճ եք խմել, այդ երեխուն դրել եք, նայել եք վրան, երբ պետքա վիճակը վատանա, հասկանում եք, ստեղ հարցեր շատ կա։ Ու իրենք նայում են ինձ, չգիտեմ, հիմա միգուցե որոշակի պատասխաններ մտածած կլինեն, մեզ հետաքրքիր է նաև իրենց տարբերակը, որը հուսով եմ, որ դատարանում է կհանդիպենք ու արդեն երես մեզ կասեն, թե որը որից հետո են արել։ Բժշկուհին ասում է, ես ձեռք չեմ տվել, դու կապ չունի, դու էլ ես մեղավոր։ Ինչ առումով դու ես հստակ կանգնել, որոշել, որ պետքա տանես վիրահատության, ճիշտ է։ Ահա, անեստեզիոլոգը իմացել է, որ ինքը գնում է բարդ վիրահատության, ել եմ ասում, զուտ ինտուբացիայի պահով։ Ու ես չեմ կասկածում, որ յուրաքանչյուր վիրահատություն առանց գլխավորի տեղեկացմամբ չի կարող իրականացվել։ Հիվանդանոցային համալիրի մամուլի խոսնակ Շուշան Դանելյանի փոխանցմամբ դեպքից հետո երկու բժիշկները ազատվել են աշխատանքից սեփական դիմումի համաձայն։ Թեև պաշտոնապես սա չի կապվում քրեական վարույթի հետ, ժամանակային համընկնումը հարցեր է առաջացնում աղջկա հարազատների մոտ։ Երկու բժիշկ հեռացվել է աշխատանքից, անեստեզիոլոգը եւ բուժող բժշկուհին։ Ուղղակի վատը գիտեք որն է, տարածում են դեռ դեպքեր, դե հիմա իրենց մտածելով, իրենց հասկանալով ուզում են իրենց անունը չիջացնել, համենայն դեպս գեղեցիկ չի կարելի ջահել, երեխա իրենց մեղքով մահացավ, բայց իրենք տարածում են, որ ինքը ունեցել է հիվանդություններ, ոչ չի ունեցել, ես իրենց գրել եմ, ես ինքս եմ գրել, որ դուք ձեր ամեն ասացի դիմաց պատասխան եք տալու։
ու ապացուցելու եք, որ ինքը ունեցել է հիվանդություններ։ Ինչ հիվանդություններ, որ հայտնաբերված եղել է, այդ ամեն ինչը կապված չի եղել, դա չնչին բան է եղել ու կապված բոլորիս էլ, որ այսօր մենք հետազոտվենք, բոլորս էլ ինչ որ խնդիր ունենք, ոչ մի բանը կապված չի եղել այս դեպքի հետ կամ իր այդ թթվածնի քաղցի հետ։ Թթվածնի քաղցը լինում է առաջացել է, սկսվել է ինտուբացիայի ժամանակ, իրենք դա պետքա մեզ կարողանան ապացուցել։ Ոնց են արել, որ թթվածնի քաղցը ուրիշ ոնց կարող է այդ 5 րոպեի մեջ լիներ։ Բա դրանից էլ բխում է եղել է լիքը, արդեն մարմնի մնացած խնդիրները, որը բերել է 10-50-ից 12-45-ի վերջնական կենսաբանական մահի։ Ինչ են հուշում փորձաքննության արդյունքներն ու ինչ փուլում է այս պահին նախաքննությունը։ Կա արդյոք այս պահին անց մեղադրյալի աթոռին։ Այս հարցերի պատասխանները ստանալու նպատակով մենք հարցում ուղեցինք քննչական կոմիտե։ Ցավոք, մինչ մեր եթերի հեռարձակումը վարույթն իրականացնող մարմնի պատասխանը չստացվեց, սակայն այն ստանալուց հետո կհրապարակենք մեր հետագա եթերներում։ Գուցե ներկայացնելով այն գործի արդեն դատավարական ընթացակարգը, որում ներգրաված փաստաբանները եւս հնարավորություն կունենան հայտնելու իրենց դիրքորոշումները։ Մենք արդեն քանի որ ստացանք պատասխաններից հետո մենք անցանք քննչական երկրորդ փուլ դատավարության, որովհետեւ արդեն հարցաքննվել էին բժիշկներ, քննիչը մեզ տեղեկացրեց, որ բժիշկները հիվանդանոցի հարցաքննվել են, ովքեր որ ինչ որ չափով ներկա են եղել կամ տեղյակ են եղել, բացի բուժող բժշկից, ովքեր որ կարևորն են եղել եւ անեստեզիոլոգից, իրենք դիմել են արդեն իրավաբանի, իրավապաշտպանի, դեռ իմանալով իմ տեղեկությամբ այդ ժամանակ դեռ քննիչի հետ հանդիպում չէին կայացրել ինչ-ինչ պատճառներով, բայց իհարկե կկայացնեն։ Ուղղակի քանի որ գնում է արդեն նախաքննություն, չենք ուզում շատ ընդհարձակվել, մեզ էլ շատ բաներ հետաքրքիր, ինձ թվում է փուլ առ փուլ ամեն հարցերը կլուծենք։ Ես շատ շնորհակալ եմ ձեր լրատվականին, շատ մեծ հետաքրքրությամբ եւ աշխատանքը շատ հետաքրքիր է կայանում ձեզ հետ, սրտացավ ձեր վերաբերմունքը, ամեն ինչը, իհարկե դա մարդկանց մեջ նույնպես տպավորություն ստեղծեց, որովհետև իրոք զգացվում է, որ մենք գնում ենք ճիշտ ճանապարհով եւ միգուցե իրոք օգնենք հետաքննությանը։ Այստեղ գիտեք, ոչ թե չեմ քնում ու չեմ արթնանում զուտ նրանով, որ պետքա իրանց պատժեմ, չգիտեմ, դատեմ, չգիտեմ ինչ լինի, այլ ես ուզում եմ, որ բոլոր բժիշկները հասկանան, ես գիտեմ, որ իրենք Աստված չեն։ Մենք շատ լավ դա հասկանում ենք, բայց գիտեք, թող մաքուր աշխատեն։ Ես ուզում եմ, որ բոլորը հասկանան, բոլորը մի քիչ սրտի խայթ ունենան, այսինքն ոչ թե միայն այստեղ գումարը խոսի, հասկանում եմ, բոլորը ուզում են լավ ապրել, բայց մարդիկ իրենց կյանքը վստահում են իրենց։ Ես շատ կցանկանամ, եթե կա սխալ բժշկական, բացահայտվի, զուտ սա եմ ուզում, բացահայտվի, որ ուրիշ բժիշկներ նման կյանքեր չխեղաթյուրեն, հասկանում եք, իրենց թվում է, թե դե նորմալ է օրվա մեջ մահը նորմալ, գիտեք, նորմալ է եղել մահը այն ժամանակ, երբ որ ես հիշում եմ եղել են, համահացել են հիվանդանոցում տարիքով տատիկ պապիկներ, ինսուլտից չգիտեմ, բայց ոչ այս կարգի երիտասարդացած կամ այս կարգի խիղճը թաղած վիճակով, չէ, պետքա չթաղեն խիղճը, պետքա հասկանան, որ ամեն ինչը որ իրենք անում են, իրենք հետո պատասխան են տալու։ Այս պահին հարկ է արձանագրել, որ այս գործը միայն մեկ ընտանիքի արդարության հարցը չէ։ Սա բոլոր այն ընտանիքների հարցն է, ովքեր վստահում են իրենց երեխաների կյանքը բժշկական համակարգին։ Եթե այս գործը ստանա ամբողջական թափանցիկ եւ արդար լուծում, այն կարող է դառնալ նախադեպ բժշկական պատասխանատվության մշակույթի ձևավորման համար, ինչպես նաեւ հասարակության վստահության, եթե ոչ, այն պարզապես կհամալրի լռությամբ փակված գործերի շարքը։
Գումարային հարցերի շուրջ ծագած հերթական վեճն այս անգամ ավարտվել է ծայրահեղ ծանր հանցագործությամբ։ Միջադեպը, որը սկզբնապես կրել է խուլիգանական բնույթ, կարճ ժամանակում վերաճել է բռնության, կյանքի համար վտանգավոր իրավիճակ ստեղծելով։ Վեճի ընթացքում մասնակիցներից մեկը բենզին է լցրել մյուսի վրա եւ հրկիզել նրան, պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ։ Դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի նախաքննությունն արդեն իսկ ավարտվել է։ Սպանության փորձի հատկանիշներով գործը փոխանցվել է դատախազություն մեղադրական եզրակացությամբ։ Տուժածի առողջական վիճակի եւ հանցագործության շարժառիթների վերաբերյալ մանրամասները դեռևս չեն հրապարակվում նախաքննության շահերից ելնելով։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Քննությամբ պարզվել է, որ 2025 թվականի մայիսի 9-ին մի խումբ անձինք գումարային հարցերի շուրջ ունեցած վիճաբանության հետ կապված մեկնել են 30-ամյա բնակչի տուն, որտեղ վերջինիս հասցեին հնչեցրել են հայհոյանքներ։ Հենց այդ ժամանակ 30-ամյա բնակիչը նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն բենզին է լցրել խմբի անդամներից մեկի վրա եւ կրակայրիչի միջոցով այրել նրան։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթը նախաձեռնվել քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այսինքն զենքի գործադրմամբ խուլիգանություն, քանի որ ստացված տվյալների մասնակիցների մոտ վիճաբանության արկա է եղել զենք, այնուհետև քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրության մեջ կատարվել է փոփոխություն եւ նրանում ներառվել է նաեւ քրեական օրենսգրքի 44-րդ 155-րդ հոդվածի առաջին մասը, այսինքն սպանության փորձի հատկանիշներով։ Քննչական վարույթային եւ ապացուցողական մի շարք միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքին միջամտել են մի շարք այլ անձինք, որոնց ինքնությունները դեռևս պարզված չեն, սակայն հենց նրանց միջամտության արդյունքում հնարավոր է եղել կասեցնել բռնկված կրակը եւ զերծ պահել տուժողին մարմնական ավելի լուրջ վնասվածքներ ստանալուց։ 2025 թվականի օգոստոսի 21-ին քրեական վարույթը քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ստացվել է քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն, որտեղ եւ կատարվել է քննչական եւ վարույթային գործողություններ եւ նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարույթային եւ ապացուցողական գործողությունների արդյունքում քրեական վարույթով պարզվել եւ հիմնավորվել է, որ 2025 թվականի փետրվար ամսին համայնքի վերնշված 30-ամյա բնակիչը ավտոպայստամաս է վաճառել Արմավիր քաղաքի մի բնակչի, ով գումարի որոշ մասը նույն ամսվա վերջ 40-ամյա բնակչի միջոցով պետք է փոխանցեր 30-ամյա բնակչին, նույն համայնքի բնակչին, սակայն 40-ամյա բնակիչը տևական ժամանակ հիշյալ գումարը չի վերադարձել 30-ամյա բնակչին, ինչի հետևանքով 2025 թվականի մայիսի 8-ին 30 եւ 40-ամյա բնակիչները հեռախոսազրույց են ունենում նշված թեմայի վերաբերյալ, որը վերածվում է վիճաբանության։ Այնուհետև 2025 թվականի մայիսի 9-ին գիշերը 01:30-ի սահմաններում 40-ամյա բնակիչը քննությամբ չպարզված եւս 4 անձի հետ միասին ժամանում է 30-ամյա բնակչի տուն, որտեղ տան դիմաց արկա ավտոտնակում է գտնվում տվյալ պահին 30-ամյա բնակիչը եւ փորձում մուտք գործել ավտոտնակ։ Այդ պահին 30-ամյա բնակիչը իր ձեռքին արկա պլաստմասե տարայվ արկա շիշը, որի մեջ արկա եղել դյուրավառ նյութ, 40-ամյա բնակչին կյանքի ձգելու ուղղակի դիտավորությամբ լցրել է 40-ամյա բնակչի մարմնի վրա եւ կրակայրիչի միջոցով այրել նրան, սակայն դիտավորության մեջ ընդգրկված արկա ավարտին չի հասցվել, քանի որ 40-ամյա բնակչի հետ եկած անձիկ, չպարզված անձիկ հնարավորություն են ունեցել հանգցնել կրակը։ Դեպքի առթիվ իրականացված ապացուցողական եւ վարույթային գործողությունների արդյունքում 30-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի առաջին մասով սպանության փորձի հատկանիշներով։ Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա 2025 թվականի նոյեմբերի 3-ին միջնորդուն է ներկայացվել ըսկող դատախազին 30-ամյա բնակչի նկատմամբ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի առաջին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Այնուհետև նույն օրը ըսկող դատախազը որոշում է կայացրել 30-ամյա բնակչի նկատմամբ նույն հոդվածով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Նույն օրը վարույթ իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել 30-ամյա բնակչին արդեն մեղադրյալ դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին, որը հանձնարարվել է հետաքննության մարմնին։ Դրանից հետո հետաքննության մարմինը ձերբակալել է նշված անձին
եւ ներկայացրել վարույթ իրականացնող մարմին։ Վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան մեղադրյալի նկատմամբ կալանք որպես խափան միջոց կիրառելու մասին։ Միջնորդությունը քննարկվել է դատարանի կողմից եւ բավարարվել է մասնակի մեղադրյալի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը եւ գրավը 5 միլիոն դրամի չափով, որը մեղադրյալի կողմից ամբողջությամբ մուծվել է։ Այնուհետև ընդհանուր վարույթից սպանության փորձի հատկանիշներով իրականացվող վարույթը անջատվել է եւ վարույթ իրականացնող մարմինը գնահատելով քրեական վարույթով ստացված ապացույցները եւ հավանական համարելով մեղադրյալին մեղսագրվող արարքում նրա հավանական դատապարտումը իրավասու դատարանի կողմից 2025 թվականի դեկտեմբերի 24-ին կազմել է մեղադրական եզրակացություն եւ վարույթի նյութերի հետ միասին ներկայացրել է սկող դատախազին դատարան ուղարկելու համար։ Հարկ է նշել, որ իրավապահների գնահատմամբ նման գործերը դասվում են հանրային վտանգավորության բարձր աստիճան ունեցող հանցագործությունների շարքին, քանի որ բենզինի կիրառման բռնությունը կարող է հանգեցնել մահվան, անկախ մեղավորի կանխամտածվածության աստիճանից։ Սպանության փորձի եւ խուլիգանության գործերին զուգահեռ քննությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպես կարող է կենցաղային կամ փողոցային վեճը վերածվել կյանքի դեմ ուղղված ծանր հանցագործության։ Վերջնական իրավական գնահատականը կտրվի դատարանում, իսկ մենք կհետևենք հետագա զարգացումներին։ Վանաձորում արձանագրված բնակարանային գողության վերաբերյալ ահազանգը ոստիկանությունում ստացվել է հունվարի 5-ի երեկոյան։ Անհայտ անձիկ ապօրինի մուտք են գործել բնակարան ու հափշտակել արժեքավոր իրեր։ Դեպքի բացահայտման ուղղությամբ Լոռու մարզի քրեական ոստիկանության ծառայողները ձեռնարկել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում կարճ ժամանակում պարզվել են գողության հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ կատարողների ինքնությունը։ Նախաքննությունը շարունակվում է պարզելու համար գողացված գույքի ամբողջական ցանկը եւ պատճառված վնասի չափը։ Լոռու մարզի քրեական ոստիկանները բացահայտել են Վանաձոր քաղաքում կատարված բնակարանային հերթական գողությունը։ Դեպքի մասին հունվարի 5-ի երեկոյան ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկացրել է քաղաքացին, նշելով, որ բնակարանային գողության մասին իրեն հայտնել է եղբայրը, ով գտնվում է Ֆրանսիայում։ Վերջինս տեսախցիկի միջոցով նկատել է, թե ինչպես անհայտ անձիկ մուտք են գործում իր բնակարան։ Հունվարի 5-ի երեկոյան Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնեց, որ կատարվել է բնակարանային գողություն։ Վերջինիս հայտնել էր իր Ֆրանսիայում բնակվող եղբայրը, որը տեղեկացել էր իր տան վրա տեղադրված տեսախցիկների միջոցով։ Վերջինս էր զանգահարել էր եղբորը եւ հայտնել նշվածի վերաբերյալ։ Թեև ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվող անձինք նախկինում ունեցել են դատվածություններ, բնակարանային գողության գնացել են համապատրաստից։ Անփույթ մի գողություն, որի արդյունքում հանցագործները ամբողջությամբ տակն ու վրային արել բնակարանը եւ հաջողել գողանալ 2 հեռուստացույց, որոնք իրավապահների հաջող աշխատանքի արդյունքում հայտնաբերվեցին։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության ծառայողները անմիջապես մեկնեցին դեպքի վայր, որտեղ պարզեցին, որ մուտքը տեղի ունեցել տան հետնամասից տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացելու եղանակով, որտեղից գողացել էին 2 հատ հեռուստացույց։ Ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել էին գողություն կատարած անձանց ինքնությունները։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության եւ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում եւ դեպքի վայրում տեսանյութի ուսումնասիրության արդյունքում տվյալներ ձեռք բերվեցին, որ վերոնշյալ գողությունը կատարել են Ստեփանավան քաղաքի 36 եւ 37-ամյա բնակիչները։ Հետագա միջոցառումների արդյունքում Ստեփանավան քաղաքի 36 եւ 37-ամյա բնակիչները հայտնաբերվեցին նշված քաղաքում եւ անմիջականորեն ցակած հիմնավոր կասկածի արկայության հիմքով ձերբակալվեցին եւ տեղափոխվեցին քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչություն, որտեղ տարված բարձրատրական աշխատանքների շնորհիվ վերջիններս խոստովանեցին իրենց կողմից կատարված արարքը։ Գողացված հեռուստացույցներից մեկը հայտնաբերվել է, դեպքի մյուս հանգամանքները քննությամբ պարզվում են։ Ծանուցում։ Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Այս երեք դեպքերն էլ որքան տարբեր են, այնքան իրենց բնույթով նման են, արտացոլում են իրականությունը եւ ներկայացնում մարդկային կյանքի արժեքի շուրջ դեռևս ունեցող այն բացերը, որոնք պետք է փոփոխվեն։ Անկախ նրանից խոսքը բժշկական համակարգում տեղի ունեցած ողբերգության, կենցաղային վեճից ծնված ծանր հանցագործության, թե սեփականության դեմ ուղղված հանցանքի մասին է, յուրաքանչյուր նման դեպք պահանջում է լիարժեք քննություն, հստակ պատասխաններ եւ արդար լուծումներ։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի վերականգնել հանրային վերահսկողությունը եւ կանխել նման ողբերգությունների կրկնությունները։ Իսկ այս ընթացքում կարևոր է իմանալ էջն է, որ ընթացքում բարձրաձայնում ենք ձեր իսկ կողմից ներկայացվող խնդիրը։ Հայաստանի Հանրապետության լավագույն մասնագետների մասնակցությամբ ձեր խնդրի վերաբերյալ տրվում է հստակ գնահատական։ Իմ հյուրն է Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի անդամ փաստաբան Արմին Էֆանյանը։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես առաջարկում եմ մինչ քննարկումը սկսելը դիտել, թե ինչ նամակ են մեզ ուղղել եւ ինչ խնդիր են բարձրաձայնել մեզ դիմող քաղաքացիները։ Խնդրեմ։ Հարգելի Տաթևիկ Գալստյան, ձեզ դիմում են Հայաստանի Հանրապետության նախկին քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով մեղավոր ճանաչված եւ ներկայումս Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալները։ Հայտնում ենք ձեզ, որ 2019 թվականին Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, որում մենք ներգրավել ենք որպես մեղադրյալներ։ Ըստ մեղադրանքի կատարած արարքի համար պարզելու նպատակով մենք ավտոմեքենայի մեջ հարվածել ենք քաղաքացուն մեզ ոստիկաններից հայոյելու համար, որը տեղի է ունեցել փողոցում իրենց կողմից այլ անձանց հետ ծեծկրտուքի դեպքը մեր կողմից կանխելու համար։ Գործի շրջանակներում մենք հայտնել ենք, որ քաղաքացուն չենք խոշտանգել։ Վերջինս իր մարմնական վնասվածքը ստացել է այլ անձի կողմից ծեծկրտուքի ժամանակ։ Ի պատասխան քննիչը մեզ հայտնեց, որ իրենք տեղյակ են եւ տվյալ գործը խոշտանգման հատկանիշներ չի պարունակում։ Ուղղակի դատախազության ցուցումով է գործը այդ հատկանիշներով նախաձեռնվել։ Բացի դա հավելեց, որ կիսամյակ ենք փակում, խոշտանգումով պետք է ցուցանիշ ցույց տանք, ուղարկենք դատարան, իսկ գործը թույլ է, հատկանիշներ չի պարունակում։ Կարդացեք, գործը մի քանի տարբեր դատավորների մակագրելուց հետո 2020 թվականին մակագրվեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին, ով մեկ ամսում նշանակեց 4 դատական նիստ, մերժեց մեր բոլոր միջնորդությունները, ոչ օբյեկտիվ, ոչ էլ մանրամասն քննության արդյունքում դատապարտեց մեզ 7 տարվա ազատազրկման։ Սպառելով բոլոր ատյանները շարունակում ենք պայքարել արդարության վերականգնման համար։ Հարգելի Տաթևիկ Գալստյան, վստահ եմ գիտակցում եք, որ մեզ դատապարտել են նշված հոդվածով նախադեպային որոշում կայացնելու եւ ցուցանիշ ցույց տալու համար, քանի որ 2015 թվականից ի վեր ինչ խոշտանգման հանցատեսակը ներառվել է օրենսգիրք 2 դատավճիռ է եղել։ Խնդրում ենք հնարավորության սահմաններում հետևելով հանցանքի հետքով հաղորդաշարի միջոցով հանրայնացնել մեր կողմից կատարված ենթադրյալ արարքի որ մասն է հիմք հանդիսացել դատապարտման համար։ Շնորհակալություն եւ ուրեմն այսօր խոսելու ենք խոշտանգման մասին, որովհետեւ մեզ դիմող քաղաքացիները փաստացի այն անձիկ են, ովքեր, այսպես կարելի ասել, առաջիններն էին խոշտանգման գործերով անցնող եւ դատապարտվել են հենց այս հոդվածի արարքը կատարելու համար։ Մի փոքր անդրադառնանք, թե առհասարակ ինչ է իրենից ներկայացնում խոշտանգում տեսակի հանցատեսակը եւ ինչ արարքներ կարող են այսպես ներգրավվել եւ ընկղմվել հենց այս հանցատեսակի մեջ։ Այո, նախ ասեմ, որ նախկին քրեական օրենսգրքում խոշտանգումը ընդհանրապես մարդու դեմ ուղղված հանցագործություններ, այդպես էր կոչվում, հետագայում արդեն հարմարեցրեցին մեր կողմից վավերացված միջազգային փաստաթղթերին եւ արդեն դա տեղ գտավ բոլորովին այլ բաժնում 309.1 հոդվածի ներքո, այսպես ասած, եւ բավականին լայն հատկանիշներով օժտվեց խոշտանգումը, մինչդեռ նախկինում շատ սահմանափակ հատկանիշներով էր այն բնութագրվում։ Խոշտանգումը պաշտոնատար անձի կողմից գործադրված բռնությունն է, բռնության սպառնալիքը, որը ենթադրում է անձից կորզել, այսպես ասած, ինքնախոստովանական ցուցմունքներ, պատժել նրան կատարած արարքի համար, այսինքն պաշտոնատար անձի կատարած արարքի գործողության էությունը հենց անձին ֆիզիկական այդ հոգեկան տառապանքներ պատճառելու միջոցով կամ նրան դնելն է այնպիսի վիճակում, որպեսզի անձ օրինակ խոստովանի կատարած արարքը կամ չկատարած նույնիսկ արարքը, այո, սպառնալիքների, բռնության ազդեցության տակ կամ նույնիսկ շատ հետաքրքիր նոր հատկանիշ է ամրագրվել պատժել նրան կատարած արարքի համար, այսինքն սա եւս անգամ եթե ընդունենք ոստիկանության բաժնում անձին
զուտ ծեծի ենթարկեն այն պատճառով, որ նա կատարել է այդ հանցագործությունը, սա եւս դիտարկվելու է իբրև խոշտանգման հանցակազմի իմաստով։ Շատ լավ, այլ կերպ ասած, քաղաքացին, ով ներկայացնում էր, որ իրեն մեղադրում են քաղաքացուն բերման ենթարկելու ընթացքում քաղաքացու կողմից հայհոյանք հնչեցնելու ժամանակ հարվածներ հասցնելու եւ ծեծի ենթարկելու համար դրսեւորվում է այո խոշտանգման հատկանիշներով գործողություն, որը Ես իհարկե մեղադրանքի զուտ փաստերին ծանոթ չեմ, վերագրված փաստերին, բայց ենթադրում եմ, որ հնչեցված հայհոյանքի ի պատասխան հասցված հարվածներով է, որ վերագրվել է խոշտանգում, այդպես եմ ենթադրում։ Թեև ասեմ ձեզ, պրակտիկայում, օրինակ ներկայում այլ մոտեցում է նկատվում, ես ունեմ այս պայն իմ վարույթում նմանատիպ գործ եւ այդ անձին վերագրված է պաշտոնյական լիազորությունների չարաշահում։ Այսինքն իրավիճակ մոտեցում է փոխվել, թե իրապես այդ ժամանակ առաջին գործերից էր եւ պետք է որոշակի ցուցանիշ ապահովել։ Չի բացառվում, որ ստանձնելով որոշակի միջազգային պարտավորություններ Հայաստանը փորձել է ցույց տալ, որ ինքը հետևողական է այդ պարտավորությունների կատարմանը եւ այո, ինչու՞ չէ, նաեւ Վճռաբեկ դատարանը մի վարույթով ես գիտեմ, որ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում ունի, որով պարտավորեցրել էր, որպեսզի եթե չեմ սխալվում, քրեական վարույթ նախաձեռնվի կամ քրեական գործ հարուցվի, չեմ հիշում նախկին քրեական օրենսգրքի գործողության շրջանակներում էր թե նոր, բայց դրանով էր նկատվում տենդենսը, հա, միջազգային հանրության առջև ցույց տալու, որ մենք հետևողական ենք մեր ստանձնած պարտավորությունների եւ խոշտանգումների վերաբերյալ գործերով հետևողական պայքար ենք մղելու։ Թեև ասեմ, մեծամասամբ պատրանքային են այս ցուցադրական քայլերը, որովհետեւ այսօր մենք ունենք բազմաթիվ դեպքեր խոշտանգումների, ցավով պետք է արձանագրեմ, բայց հատկապես ոստիկանության բաժանմունքներում նաև օգտվելով Տաթև ջան կոնձերած այս հնարավորությունից արձանագրենք, որ սկսվել են խոշտանգումները ոստիկանների կողմից, շատ հաճախ ենք արդեն լսում նաև մեր վստահորդներից, որ իրենց նկատմամբ ոստիկանության բաժանմունքում եղել է բռնություն, ավելին հետևողականորեն հաղորդում ենք ներկայացնում հանցագործության մասին, նախաձեռնում է քրեական վարույթ եւ օրինակ դեպք ունենք, որ փորձագետի եզրակացությամբ կոնկրետ հաստատվել են մարմնական վնասվածքները անձի վրա, այս պայն էլ իմ ձեռքի տակ էլի գործ կա, որտեղ իհարկե իմ վստահորդը չէ գանգատվողը խոշտանգումից, բայց կրկին ոստիկանության բաժնում նրա կողմից կատարված բռնության մասին գործում խոսում է եւ այդ փաստը կարծես թե հաստատվել է վարույթով։ Եվ ուրեմն եկեք առաջարկենք մեր հեռուստադիտողներին անձանց, որոնք կարող են օրերից մի օր հայտնվել նման իրավիճակում, այն քայլերի հաջորդականությունը, որը կարող է իրենց օգնել հասնել իրենց գործով արդարադատության հաստատմանը։ Առաջին հերթին, երբ որ ոստիկանության բաժանմունք են մտնում, նախ եթե բերման են ենթարկվում, այսպես ասած բերվում են ոստիկանության բաժին, պարտականություն կա զննում անցնելու, հա, սա նախ ոստիկանությունը իրեն է ապահովագրում, որ անձը, եթե մարմնական վնասվածքներով է այդտեղ մուտք գործել, արդեն ֆիքս են, որ անձը այդ մարմնական վնասվածքն ունենալով է այստեղ մուտք գործել։ Եթե մեքենայի մեջ է ստացել այդ վնասվածքը, արդեն ապացուցման իհարկե խնդիր է լինում, բայց շատ հաճախ ակնհայտորեն անձին խոշտանգվում են հենց ոստիկանության բաժնում։ Եվ առաջին խնդրեմը վնասվածքների ֆիքսելն է։ Կամ եթե քաղաքացին ազատության մեջ է, ինքն է դիմում բուժօգնության, եթե քրեակատարողական հիմնարկ է մուտք գործում, օրինակ կալանավորվում է, պարտադիր այնտեղ բուժզննում է անցնում, պարտադիր աշխատակցին հայտնում է, որ իր վրա առկա մարմնական վնասվածքները խոշտանգման արդյունք են։ Մենք նաև ինչ որ մի տարօրինակ տենդենսի ենք հանդիպում, քաղաքացիները սկսում են խոշտանգման մասին խոսել իրենց փաստաբանների հետ շփվելիս, բայց քրեակատարողական հիմնարկի վարչակազմի առջև չեն բարձրացնում այդ հարցը, որտեվ եթե բարձրաձայնեն, նրանք արդեն պարտավոր են համապատասխանաբար ընթացք տալ այդ խնդրին։ Իրենք խոսում են դրա մասին զգալիորեն ուշ, երբ որ ապացուցման արդեն խնդիրներ են առաջանում։ Իհարկե եթե զննությամբ այդ վնասվածքները ֆիքսված են լինում, գոնե ինչ որտեղ հնարավոր է լինում, հա, հիմնավորել, բայց
Դեպք ունենք բազմաթիվ մարմնական վնասվածքներով, անձը հայտարարել է քրեակատարողական հիմնարկում, որ վայր ընկնելու արդյունքում է այդ վնասվածքները ստացել։ Հետո արդեն այս հետ առանձնազրույցի շրջանակներում նոր հայտնել է, որ իրեն սարսափելի խոշտանգել է։ Եվ ես կարծում եմ հենց վախի մթնոլորտն է, որ նրան ստիպել է լռել եւ նման դեպքերը վստահ եմ քիչ չեն։ Չի բացառում, նաեւ քրեակատարողական հիմնարկներում դեռևս ենթամշակույթի քրեական արկայությունն է, որը անձանց ստիպում է չբարձրաձայնել իրենց նկատմամբ կիրառված բռնությունների մասին, բայց սա շատ կարևոր հանգամանք է։ Ինչու՞։ Տարիներ առաջ մենք գիտենք, որ ոստիկանության բաժանմունքներում, անգամ քննչական մարմիններում խոշտանգումը դա ընդունված սովորական գործիք էր, որը կիրառվում էր անգամ վկաների նկատմամբ, տուժողների նկատմամբ, անգամ տուժողներն էին խոշտանգվում, որպեսզի իրականում ես ուզում եի ասել, որ մենք ապրում ենք 21-րդ դարում եւ արդեն իսկ արկա գործիքակազմերը պետք է ստիպեն նաեւ քննիչներին եւ ոստիկաններին վախենալ նման գործողությունների իրականացումից։ Տարիներ առաջ, երբ որ փաստաբանները սկսեցին զանգվածաբար գանգատներ ներկայացնել խոշտանգումների դեպքերի վերաբերյալ Հայաստանի դեմ բազմաթիվ որոշումներ կան եվրոպական դատանի խոշտանգման փաստը արձանագրված, խոշտանգումները դադարեցին ոստիկանության բաժիններում, քննչական մարմիններում, մարդիկ նույնիսկ խոշտանգման պատճառով իրենց պատուհանից ցած էին նետել եւ այդ մասով օրինական ուժի մեջ մտած ցավոք սրտի որոշումներ կան։ Տևական ժամանակ խոշտանգումներ չկային բաժիններում, եթե նույնիսկ կային, դա շատ եզակի երևույթ էր եւ այո, նաև այդ ստանձնած միջազգային պարտավորությունները, այդ անձրևի տեղատարափը վճիռների տեսքով, որ թափվեց Հայաստանի վրա, բյուջեն սկսեց դատարկվել, ստիպեց, այո, որպեսզի զգոնություն, հա, բայց վերջերս, օրինակ, փաստաբանների նկատմամբ բռնություններ կիրառվեցին, մարդիկ կարծես թե մի մասը մնացին անպատիժ, քաղաքացիների նկատմամբ բռնություններ են գործադրվում, մարդիկ մնում են անպատիժ, կարծես թե այս իրավական ամենաթողության մթնոլորտում խոշտանգումը կրկին սկսում է գլուխ բարձրացնել ցավոք։ Մի փոքր եկեք դրա արմատներին անդրադառնանք։ Հաճախ տեսնում եմ, որ հակակոռուպցիոն կոմիտեի էջը ողողված է տարբեր պաշտոնատար անձանց դեմ հարուցված վարույթներով։ Արդյոք սա խոսում է այն մասին, որ չկա բողոք, չկա դիմում եւ փաստացի գործողություններ չեն իրականացվում հենց տուժողների կողմից, թե պարզապես իրականացվում են եւ ընթացք չի տրվում, պատշաճ գնահատականի չի արժանանում։ Պատկերացրեք, այսօր ես կարող եմ վստահաբար արձանագրել, որ ահագին բան փոխվել է, եթե նախկինում, հա, մի 10 տարի առաջ անձինք ընդհանրապես չէին խոսում իրենց նկատմամբ կիրառված խոշտանգման մասին, որտեղ դա ամոթ էր, հա, մեր մենթալիտետից ելնելով, այսօր շատ-շատերը խոսում են եւ բարձրաձայնում են դրա մասին։ Ոչ, պարզապես շատ դեպքերում շատ սուբյեկտիվ գնահատականի է դա արժանանում եւ այդ սուբորդինացիան, հա, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ եւ այլն շատ դեպքերում թույլ չի տալիս անձանց բերել եւ կանչել պատասխանատվության անգամ այն պայմաններում, երբ որ հստակ մարմնական վնասվածքները ֆիքսված են, մենք մեր գոլեգաներից մեկի գործ ունենք, որ մարդու ողերը կոտրել են հենց են խոշտանգելու, այդ փաստը եզրակացությամբ հաստատված է հարգելներս։ Հիմա ջայլամի պես գլուխներս չեն կարող մտցնել հողի մեջ, բայց շատ մարդիկ մնում են անպատիժ եւ սա բերում է խոշտանգումների արդեն գեներացման եւ դրանց չափերի ավելացման ցավոք սրտի։ Ոչինչ ավելի շատ չի ոգևորում մարդուն, երբ իր գործած արարքը փաստացի մնում է անպատիժ։ Եվ վերջում արդեն իսկ ամփոփելով խոշտանգման թեման, ինչ կարևոր դրույթներ կան, որ մեր քաղաքացիները պետք է իմանան, կամ ինչ կարևոր հորդոր կա թեկուզ մեր պետական մարմիններին, որ թեև պետք է սթափեցնի, ել ավելի վստահությունը հանրության կողմից բարձրացնելու առումով։ Խոշտանգումը իրականում ծանր հանցագործություն է, սա ցանկացած պաշտոնատար անձի համար պետք է լինի կարմիր գիծ, որը հատել չի կարելի, որտեղ ինքը պետք է հասկանա, որ հնարավոր է իր հարազատը մի օր հայտնվի ոստիկանության բաժնում եւ իր գոլեգան չիմանալու, որ դա իր հարազատն է, խոշտանգի իր մերձավոր ազգականին։ Սա առաջին խնդիրներից մեկը, հաջորդը քաղաքացիները պիտի խոսեն սրա մասին։ Սա հարց է, որի մասին շարունակ պետք է խոսվի, որպեսզի կրկին իրազեկվածության մակարդակը բարձրանա, կրկին երգիուղը գոնե, հա, այդ անձանց մեջ առաջանա, որ չէ, եթե ես քաղաքացուն դիպչեմ, ես կարող եմ իրականում քրեական պատասխանատվության ենթարկվել եւ բավականին լուրջ
ազատազրկման դատապարտվել, հա, ժամկետով։ Եվ անպայման հետևողականորեն ապացույցների հավաքագրում հենց սկզբնական փուլում, որովհետև ժամանակի ընթացքում ապացույցները սկսում են կորսվել, մարմնական վնասվածքներից սկսած, չգիտեմ, ոստիկանության բաժիններում տեսագրությունների պահպանման հետ կապված խնդիր եւ այլն եւ այլն։ Այո, եւ եթե հնարավոր չլինի նման ապացույցներ ձեռք բերել, այստեղ զուտ մարմնական վնասվածքների առկայությունը, թեկուզ դրանց ժամանակագրության առումով շատ դժվար է լինելու որոշել եւ ընթացք տալ։ Անչափ շնորհակալ եմ ձեզ մեր հրավերն ընդունելու եւ այս կարեւոր թեմայի մասին մեզ հետ զրուցելու համար։ Ես հույս ունեմ մեր հեռուստադիտողները, ովքեր ուղղել էին այս նամակը, լսեցին առհասարակ թե ինչ իրավական գնահատականի արժանանում այս արարքը, այս պահին բնականաբար կդժվարանայինք ներկայացնել կոնկրետ ձեր գործի հետ կապված մանրամասներ, որովհետև գործի մանրամասներին կարող է տիրապետել միայն ձեր փաստաբանը, դուք ով անցել եք այս ճանապարհով, մնացյալ մանրամասները վստահ եմ կօգնեն այն քաղաքացիներին, ովքեր երբևէ հայտնվել են ոստիկանական բաժանմունքներում կամ կարող են հայտնվել եւ այս տեղեկատվությունը, որը հնչեցվեց այս տաղավարից, կարեւոր է իմանալ հենց ձեր իրավունքների պաշտպանության նպատակով։ Ավարտում ենք այսօրվա մեր եթերը հիշեցնելով, որ մենք միշտ պատրաստ ենք շարժվել հանցանքի հետքով։